Բարև ձեզ, ես Հարութն եմ եւ դուք միացել եք մեր նոր YouTube-յան ալիքին One Way Channel։ Մենք այսօր խոսելու ենք Ethereum-ից։ Ոնց է օգտագործվում նա, գործունեությունը, ինչ է ապակենտրոնացված համակարգը, ինչով է նա տարբերվում Bitcoin-ից, լավն ու վատը։ Շնորհակալություն, որ միացել եք մեզ։ Մենք այսօր խոսելու ենք Ethereum-ից։ Ինչ է Ethereum-ը։ Ethereum-ը ստեղծվել է 2014 թվականին։ Մենք գիտենք, թե ով է նրա ստեղծողը, Վիտալի Բուտերինը, կանադա-ռուս մի երիտասարդ։ Ethereum-ը երկրորդ ամենամեծ cryptocurrency-ն է, կարելի ասել Bitcoin ոսկու digital արծաթը եւ ունի շատ ավելի պոտենցիալ, քան Bitcoin-ը։ Ծրագրավորումի լեզուն մի փոքր տարբերվում է Bitcoin-ից, ավելի հեշտացված է, կա 1000-ից ավել տարբեր ծրագիրներ, որոնք կօգնեն մարդկանց փոխանցել փող, ծրագիրներ, որոնք կօգնեն մարդկանց կապնվել իրար հետ, ծրագիրներ, որոնք կօգնեն մարդկանց օգտագործել այն սերվիսները, որ կարող է պետականորեն թույլատրված չի, ամեն ծրագրավորող, եթե հասկանում է Ethereum-ի կոդինգից, Bitcoin-ի պես դա էլ open source, կարող է գնալ, սովորել լեզուն եւ գրել իր ծրագիրը, ստեղծել իր կոպեկը, blockchain-ը, coin-ը, որը կօգտագործվի տարբեր բնագավառերում։ Մինչև Bitcoin-ի ի հայտ գալը, ասենք ձև չկար, որ կարողանար մեկը ուղարկել փող մյուսին առանց օգտագործելու ինչ-որ բանկ, ինչ-որ հաստատություն, բայց հիմա, քանի կա Bitcoin-ը, կարող են մարդիկ ուղարկել փող իրար այնց հեշտ, ոնց որ կարող ես ուղարկել, ասենք, email, ինչու՞ չէ։ Վիտալին փոխեց ծրագրավորման լեզուն եւ ստեղծվեց նոր Ethereum-ը, ETH-ը։ Ինչ է անում Ethereum-ը։ Նման է պլատֆորմի, քան փողի, ավելի շատ նման է ինտերնետի, քան cryptocurrency, բացատրեմ ինչու։ Ethereum-ի ապակենտրոնացված համացանցը օգնի մարդկանց կապնվելու մեկը մեկի հետ առանց երրորդական կառույցի, օրինակ բերեմ, եթե ինձի պետք է գնալ խանութ, Uber օգտագործելու տեղը ես կարող եմ կապնվել, ով որ առաջարկում է այդ սերվիսը, վճարել միանգամից իրանց առանց օգտվելու Uber-ի ծրագրից։ Pros and cons, ոնց որ ամերիկացիներն են ասում, լավն ու վատը, ինչով է տարբերվում Bitcoin-ը Ethereum-ից։ Կան մի քանի առավելություններ, որ ունի Ethereum-ը Bitcoin-ի հանդեպ։ Առաջինը ես կասեի նա չի օգտագործում կոմպյուտերային այնքան ուժ, ինչքան Bitcoin-ը։ Ի տարբերություն Bitcoin-ի, Ethereum-ը աշխատում է խելացի պայմանագրերով, smart contract, եւ ինչ է smart contract, խելացի պայմանագիր։ Իդեպս ասեմ, նրանք այդքան էլ խելացի չեն, պայմանագիրը այդքան էլ խելացի չի, աշխատում է շատ ուրեմն հասարակ ֆորմատով, կոդը հավասար է օրենք, այսինքն կա A, կլինի B, չկա A, չի կարող լինել B, հասարակ, բայց ֆիզիկական աշխարհը այդպես չի աշխատում, իսկական կոնտրակտները այդպես չեն աշխատում։ Դրա համար օրիգինալ Ethereum-ը, որը հիմա դարձել է Ethereum Classic, փոփոխվել է, ուրեմն անելու փոփոխություններ smart կոնտրակտների վրա, բոլոր այն մարդիկ, որ օգտագործում են այդ blockchain-ը, պետք է համաձայնվեն, եւ այդպես չի լինում, որ բոլորը միաձայն համաձայնվում են ինչ-որ մի փոփոխության հետ։ Անել փոփոխություններ դա անհնարին էր եւ Վիտալիկ Բուտերինը դա հասկանալով առաջարկեց մի այլ ծրագիր, հեշտացնելով Ethereum-ի աշխատելաձևը եւ եթե նայեք, ասենք Google-ում կտեսնեք Ethereum Classic եւ Ether,
մենք խոսանք դրա մասին մի ուրիշ վիդեոյում, ինչի դա փոփոխությունների է ենթակա եւ ինչի է փոխվել։ Կարելի ասել ամենամեծ տարբերությունը նա է, որ Ethereum-ի լեզուն գրված է ավելի կոդային ձևով հեշտ, երբ ուրեմն Bitcoin-ի կոդային լեզուն Turing լեզու էր, այսինքն օրենքները այդքան էլ սահմանափակված չէին։ Ethereum-ը մյուս կողմից ունի smart contract-ներ, մի կողմից լավ, մի կողմից վատ։ Ի տարբերություն Bitcoin-ի, Ethereum-ը սահմանափակ քանակ չունի, երբ Bitcoin-ը ուրեմն 21 միլիոնից ավել չի կարող լինել ամբողջ աշխարհում, Ethereum-ը cash փողի պես է, այսինքն գումարի պես, եւ կարող է տպվել այնքան ինչքան պետք է։ Հանձինս կարող է օգտագործվել ավելի շատ որպես գումար, քան Bitcoin-ը։ Ethereum-ի պլատֆորմի վրա կա 1000-ից ավել տարբեր ծրագիրներ, կարելի է օգտագործել Ethereum-ը, Ethereum-ի պլատֆորմը, Ethereum-ի կոդինգը, ինչու՞ չստեղծել նոր blockchain եւ դա օգտագործվի ընտրությունների, քվեարկությունների, ձայն հավաքելու մի նոր մեթոդ, դա կօգնի մարդկանց քվեարկել առանց խաբեության, ինձ թվում է շատ երկրներ դրանից կօգտվեն, ինչու՞ չէ եւ մեր Հայաստանը, նոր տեխնոլոգիաներ, որ կարան փոխեն մեր երկիրը եւ մեզ, մենք պետք է դրանց մասին խոսենք, հասկանանք, որ կարողանանք առաջ գնալ։ Թե չէ ջայլամի քաղաքականությամբ ոչ մի տեղ չես գնա։ Նոր աշխարհ, նոր ձևեր։ Շնորհակալություն, որ միացաք մեզ, հետևեք մեր ալիքը, ես կփորձեմ ամեն շաբաթ մի նոր վիդեո ուրեմն ապլոդ անել ինտերնետում, YouTube-ում, կփորձենք օգնել իրար, կփորձենք հասկանալ, ես էլ իմանալով Bitcoin-ի մասին մի քանի տարի կարելի ասել սկզբնակ եմ, պրոֆեսիոնալ չեմ, բայց անելով սա կդառնանք պրոֆեսիոնալ։ Հետևեք մեզ, դառեք պրոֆեսիոնալ, աշխատեք փող, ինչու՞ չէ հարստացեք։ Լայք արեք, subscribe արեք, կոմենտներ, ինչ վիդեոներ կուզեք տեսնել ապագայում։ Ես շատ հետաքրքրված եմ լսելու ձեզնից։ Շնորհակալություն, որ միացաք մեզ։ Ես Հարութն եմ, կտեսնենք ձեզ մեր նոր վիդեոյում։ Դուք միացել եք One Way Channel-ին։